Բարդես թարմացված նորություններով եթերում հորիզոնն է, մայիսի 22-ն է, հինգշաբթի։ Որքան գումարի դիմաց հնարավոր կլինի 24 ամսից քիչ ծառայել եւ որ տարիքը կհամարվի զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանը, որ երկրների քաղաքացիները եւս այսուհետ հնարավորություն կունենան Հայաստան գալ առանց մուտքի արտոնագրերի պահանջի։ Այս հարցերին վերաբերող նախագծերը քննարկվել եւ հաստատվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Վարչապետը կարճատև արձակուրդում է։ Բահրեյնի եւ Սաուդյան Արաբիայի թագավորությունների, Օմանի սուլթանության քաղաքացիների, ինչպես նաեւ մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար կհանվի դեպի Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով այս փոփոխությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով։ Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք եւ մարդկանց այցելությունը մեր երկիր եւ մարդկանց միջև, այսինքն մեր քաղաքացիների հետ շփումները, ինչպես նաեւ կմեծացնենք ներդրումային գրավչությունը։ Հուսով ենք նաև սրանք կհաջորդվի նաև ուղիղ չվերթների ավելացման հնարավորությունը, որովհետև նախ մեր զբոսաշրջության ռազմավարությունը, որը կարելի ասել գրեթե պատրաստ է, մենք այն երկրները, որոնց մասին պարոն Միրզոյանը նշեց, մենք թիրախավորել ենք որպես մեր հիմնական շուկաներ, մասնավորապես Մերձավոր Արևելքի շուկան մեզ համար հիմնական եւ առանցքային շուկաներից է այսուհետ դառնում եւ մենք տեսնում ենք, որ շարունակաբար վերջին տարիներին զբոսաշրջային հոսքերը ավելանում են։ Զորակոչիկների թիվն էլ ավելացնելու համար կառավարության այս նիստում ներկայացվեց նաև ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք տված նախագիծը։ Պատգամավորն առաջարկել է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Հայկ Սարգսյանն առաջարկել է նաև պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Իսկ մինչև 16 տարին լրանալը Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Պատգամավորի համաձայնությամբ նախագիծը Պաշտպանության նախարարության կողմից որոշակի փոփոխությունների է ենթարկվել եւ արդյունքում այսպիսի տեսք ստացել։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալ արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Այս բարեփոխումն ըստ նախարարի նպատակ ունի տարբեր ճանապարհով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ ամբողջությամբ արգելափակել եւ այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան եւ ըստ այդմ մեծացնեն պրոֆեսիոնալ բանակի թվաքանակն ու հնարավորությունները։ Նախագծի վերաբերյալ իր դիտարկումն ու հարցադրումն ուներ նաեւ մարդու իրավունքների պաշտպանը։ Ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ։ Իրականությունը նաև նրա մասին է, որ շատ երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ունենալու օգտվել այս ծրագրից, եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը, իրենք հանդիսանում են մեր ծառայության մեջ հիմնականում կանոնադրային հարաբերությունները խախտողներ։ Պիտի մտնենք խնդիրների խորքի մեջ։ Այո, այստեղ էլ կա որոշակի սոցիալական շերտավորման վտանգ, մենք պիտի այս հարցում հետևողական լինենք։
Նախագիծն ընդունվեց կառավարության կողմից, բայց այն դեռ պետք է ներկայացվի նաև խորհրդարանի քննարկմանը։ Օդի աղտոտվածության հարցում էլ հետևողական լինելու համար Հայաստանն առաջիկա 5 տարում ձեռք կբերի մոնիթորինգի 14 անշարժ եւ 2 շարժական կայան։ Կառավարությունը հաստատեց մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-ից 2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը։ Մենք նաև օրենսդրական նոր նախաձեռնություններով հանդես կգանք մասնավորապես շինհրապարակներում եւ հանքարդյունաբերության տնտեսվարողների մոտ փոշեճնշիչ սարքավորումների կարգավորումը կմտցնենք ճշգրիտ սարքերի, որոնք գործունեության ընթացքում տնտեսվարողները պարտավոր կլինեն օգտագործել, որի արդյունքում նաև փոշու արտանետման նվազում կունենանք։ Զարգացած համայնքային ենթակառուցվածքներ ունենալու համար էլ կառավարությունն այս նիստում եւս հերթական գումարն ուղեց սուբվենցիոն ծրագրերի համար։ Ըստ այդմ ավելի քան 713 միլիոն դրամով կհամաֆինանսավորվի 15 համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան կեղծ խոսույթին։ Հայաստանի տարածքում Արևմտյան Ադրբեջան չկա։ Արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են ընդգծել է խոսնակը։ Հիշեցնենք, որ հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին, նշելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը, ընդգծելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ Այս մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ, անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչն Ադրբեջանի զերծ կպայի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք կցանկանայինք կանխել դա։ Նախագահ Դոնալդ Թրամփն էլ հանձնառու է կանխել պատերազմները, եւ մենք երկու երկրների, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի, ընդգծել է Ռուբիոն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն նիստի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է եւ Վաշինգտոնը փորձում է կանխել այն։ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի արդյունքներով աշխարհը դեռ սպասում է, որ կհաջողվի 30-օրյա հրադադար հաստատել եւ դրանով իսկ նախադրյալներ ստեղծել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար, բայց ակնհայտ է, որ կողմերից եւ ոչ մեկը չի նահանջում կամ քայլ չի անում։ Այսօր Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի գրոհին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 22-ին 5 ժամում ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք է խոցել, որոնց 1/3-ը թռչում էր դեպի Մոսկվա։ Ըստ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 28 անօդաչու թռչող սարք։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը առավոտյան հայտարարել է, որ ժամը 00-ից մինչև 5:30-ը Մոսկվայի շրջանում 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Ուկրաինան չի մեկնաբանել արդեն երկրորդ օրը շարունակվող զանգվածային հարձակումները։ Իդեպ Դոմոդեդովո օդանավակայանում հերթական անգամ դադարեցվել են թռիչքները։ Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության իրավական բաժնի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։ Նրա խոսքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ ստորագրողի դերի համար, քանի որ նա վաղուց կորցրել է նույնիսկ ներքին լեգիտիմությունը։ Ըստ Մուսիխինի, պետք է վստահ լինել, որ ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրում է մարդ, որը դրա համար ժողովրդից մանդատ ունի։ Հակառակ դեպքում խնդիրներ կլինեն։ Ուկրաինայի ժողովուրդը պետք է ազատ ընտրի իր նոր առաջնորդին։ Խորհրդարանի ղեկավարը ստորագրելու որոշակի լիազորություն ունի, կթողնեն նրան դա անել իր երկրի ներսում մեծ հարց է, ՏԱՍՍ-ին ասել է ռուս դիվանագետը։ The Wall Street Journal-ը գրում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան հունիսի կեսերին։
Իսկ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու նպատակով բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում։ Այս մասին հայտնում է Իրանի արտգործնախարարության տելեգրամյան ալիքը, վկայակոչելով գերատեսչության ղեկավար Էսմայել Բաղային։ Հիշեցնենք, Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային հիմնախնդրի եւ ամերիկյան պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները շարունակվում են ապրիլից։ Վաշինգտոնը մտավախություն ունի Թեհրանը կարող է միջուկային զենք ստեղծել սեփական ծրագրի շրջանակում։ Միաժամանակ Իրանը պնդում է, որ ուրանի հարստացման ծրագիրը իրականացնում է միայն խաղաղ նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ Իսլամական Հանրապետության հետ պոտենցիալ նոր համաձայնագիրը կտարբերվի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Մարտի սկզբից Իսրայելը արգելափակել է օգնության մատակարարումները Գազայի հատվածին, պնդելով, որ դրանք խվում եւ օգտագործվում են Համասի ահաբեկիչների կողմից։ 300 բեռնատար մարդասիրական օգնություն, այդ թվում այլուր, մանկական սնունդ եւ բժշկական սարքավորումներ ժամանել են Գազայի հատված։ Այս մասին X-ի սոցիալական ցանցում գրել է Իսրայելի կառավարական Քոգաթ կազմակերպությունը, որը պատկանում է երկրի պաշտպանության նախարարությանը եւ պատասխանատու է մարդասիրական օգնության առաքման համար։ Իսրայելի դեսպանատան 2 աշխատակից գնդակահարվել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող հրեական թանգարանի մոտ։ Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Տղամարդն ու կինը սպանվել են տեղական ժամանակով ժամը 21:05-ին, երբ նրանք դուրս էին գալիս թանգարանում կազմակերպված Գազայի հատվածի օգնության միջոցառումից։ Սպանվածների անունները չեն հրապարակվում։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանն հայտարարել է, որ նրանք երիտասարդ զույգ էին, ովքեր պատրաստվում էին ամուսնանալ։ Ոստիկանությունը պարզել է, որ ձերբակալված կասկածյալը Չիկագոյի 30-ամյա բնակիչ Էլիաս Ռոդրիգեսն է։ Ձերբակալման ժամանակ նա բղավել է ազատագրիչ Պաղեստինը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է կատարվածը, հայտարարելով, որ հարձակումը բացահայտորեն հիմնված է հակասեմականության վրա։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը նույնպես սպանությունն անվանել է հակասեմական ահաբեկչության ակտ։ Արևելյան Չինաստանում գտնվող բազմադարյա զբոսաշրջային կառույցի տանիքի հարյուրավոր սալիկներ պոկվել եւ թափվել են գետնին։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Աշտարակը, որը կառուցվել է 1375 թվականին եւ օգտագործվում էր որպես արարողությունների սկիզբն ու օրվա ժամերը ազդարարելու համար, Չինաստանի ամենամեծ նման աշտարակներից մեկն է։ Աշտարակը Անհոյ նահանգի մեծ զբոսաշրջային գրավչություն ունեցող կառույցներից մեկն է համարվում։ Այն գտնվում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա։ Փլուզումը տեղի ունեցել աշտարակի վերանորոգումից ընդամենը 1 տարի անց։ Հունաստանի Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից 56 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ երկրաշարժը զգացվել է Կրետեյում, Էգեյան ծովի կղզիներում եւ մարտցամաքային Հունաստանի որոշ հատվածներում։ Երկրաշարժի ուժգնությունն ու տևողությունը հատկապես բարձր են եղել Չանիայում եւ Ռեթիմնոյում։ Հզոր ցնցումներ են զգացել նաեւ Աթենքի բնակիչները։ Դրան հաջորդել են մի քանի հետցնցումներ։ Երկրաշարժը փոքր սողանքներ է առաջացրել մարզային ճանապարհային ցանցում, իսկ Հերակլիոն քաղաքում մասնակիորեն փլուզվել է շենքի մեկի արտաքին հատվածը։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Երբ գիտությանը կհաջողվի կանխատեսել ուժեղ երկրաշարժերը, գիտական ներուժն ու արագորեն փոփոխվող տեխնոլոգիաները մի օր դրան էլ կհասնեն։ Բնական աղետների ռիսկային գոտում գտնվող երկու երկրների Հայաստանի եւ Չինաստանի մասնագետների վերջին մի քանի տարիների համագործակցությունը դրան է միտված։ Երկրաֆիզիկայի եւ ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտում այսօր բացվել է սեյսմաերկրադինամիկական ցանցի եւ տվյալների հավաքագրման մշակման կենտրոն։ Աշխարհի ցանկացած կետում գրանցված թույլ եւ ուժեղ երկրաշարժերի տվյալների բազան հիմքն է աղետների կանխարգելման ուղղված հայ-չինական հետազոտական աշխատանքների։ Աշխարհում աղետների կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանն ուղղված հայ-չինական գիտական ներուժի համագործակցությունը սկիզբ է առել 2019 թվականից։ Սեյսմաբանության ոլորտում նորարար տեխնոլոգիաների առաջադեմ սեյսմիկ սարքավորումների կիրառումը թույլ է տալիս ճշգրիտ վերլուծություններ անել ու հասնել սեյսմիկ պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Հայաստանի տարածքում հիմնվել է սեյսմաերկրադինամիկական ցանց իր տվյալների հավաքման եւ մշակման 5 կենտրոններով։ Գիտահետազոտական նշանակության այդ կարևոր կենտրոններից մեկը Գյումրիում է։ Հայոց երկրի այս կարևոր գոտում Գյումրիում, որը միշտ պատմական նշանակություն է ունեցել եւ միշտ եղել է, այսպես ասած, երկրաշարժերի հարվածի կենտրոնում, անին էլ այստեղից հեռու չէ, եթե նայում ենք մեկ գծի վրայը, եւ այս կենտրոնի ստեղծումը նորից ենք շեշտենք շատ կարևոր է։
Իր ունեցած լաբորատոր հնարավորություններով, արդի տեխնոլոգիական սարքավորումներով ու ճշգրիտ գրանցումներով կենտրոնը միակն է Կովկասում։ Այստեղ առաջին անգամ ներդրվել է երկրաշարժի վաղ ազդարարման համակարգ, որը սպասվող աղետը դեռ չի կանխատեսում, բայց վայրկյանների ընթացքում տալիս է ճշգրիտ տեղեկություններ գրանցված երկրաշարժի մասին։ Կայանների հնարավորությունները բավականին մեծ են, տեղադրված են ժամանակակից բարձր ճշտությամբ սարքավորումներ, որը հնարավորություն է տալիս նույնիսկ 15,000 կիլոմետրի վրա ֆիքսել երկրաշարժեր։ Ժամանակակից տեխնոլոգիաների եւ արդի սարքավորումների գործարկմամբ վերջին մի քանի ամսում կենտրոնը հասցրել է գրանցել ու տվյալներ հավաքագրել ավելի քան 100 թույլ եւ ուժեղ երկրաշարժերի մասին գրանցված աշխարհի տարբեր երկրներում։ Հենց դա էլ գիտնականներին հիմք կտա հետազոտական նոր աշխատանքների հասնելու նաեւ երկրաշարժերի կանխատեսմանը։ Երկայնական ալիքների մուտքը մենք գրանցում ենք եւ ազդարարում ենք, այսինքն մեր գիտական նպատակներով։ Սա հետագայում կարելի է զարգացնել, հասցնել այն մակարդակի, որպեսզի մենք կարողանանք արդեն այդ տվյալները հաղորդել տարբեր գերատեսչություններին։ Մենք ուզում ենք հետագայում դա հասցնել այն մակարդակի, որպեսզի կարողանանք նաև SMS հաղորդագրություններ ստանալ եւ օպերատիվ հուշագմանը կանխատեսմանը ուղղված քայլեր անենք։ Եվ միգուցե հետագայում արհեստական բանականությունը հասցի նրան, որ կարողանան նաև ոչ թե կանխատեսման կենտրոններ ստեղծեն։ Ամեն ինչ լավ է, բայց ցավոք երկրաշարժը լինելուց հետո են կարողանում տեսնել։ Հայաստանում սեյսմաերկրադինամիկական ցանցի ստեղծումը երկրաշարժագիտության ոլորտում հայ-չինական առաջին համագործակցությունն է։ Գյումրիի կենտրոնի շենքի շինարարությունից մինչև նյութատեխնիկական բազայի ապահովումը Չինաստանի ներդրումն է Հայաստանում։ Երկրաշարժերի գրանցման ու մշտադիտարկման 5 կայանների ստեղծման համար ներդրվել է մոտ $1.5 միլիոն։ Սա շատ կարևոր ծրագիր է, որ մենք իրականացնում ենք Հայաստանում։ Հայ-չինական համագործակցությամբ մենք կարողանանք հասնել նրան, որ ապագայում նաև կանխատեսվեն երկրաշարժերը։ Հայաստանն առաջին երկիրն է, որը նմանատիպ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կարող է գրանցել նույնիսկ ամենահեռավոր երկրների երկրաշարժերը։ Ինչպես տեսակ, 3 Հունաստանում տեղի ունեցած երկրաշարժը գրանցել են այստեղ։ 2024 թվականից կենտրոնը սկսել է գործել Գյումրիում։ Ներկաները ծանոթացան արդի տեխնոլոգիաների կիրառությանը, ներկայացվեցին սեյսմիկ ցանցն ապահովող բոլոր կարևոր սարքավորումները։ Ուշադրության է ներկայացված սերվերը, որտեղ կարելի ասել մենք պահուստային 10 տարվա տվյալների ուրեմն բազա ունենք, այսինքն կարողանանք պահպանել տվյալները 10 տարուց ավելի։ Ուժեղ երկրաշարժի դեպքում մենք կարողանանք, եթե էլեկտրոէներգիայի սիմուլյացիա չլինի, մենք 10 օրից ավելի կարողանանք առանցնացման կայանների աշխատանքը ապահովել։ Հայ-չինական գործընկերային կապը գիտության ոլորտում շարունակելի է, որը կամրագրվի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի եւ Չինաստանի երկրաշարժերի վարչության երկրաֆիզիկայի ինստիտուտի միջև հուշագրի ստորագրումով, որի շրջանակներում կիրականացվեն սեյսմիկ վտանգի գնահատման եւ ռիսկի նվազեցման ուղղված նախագծեր։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այսօր աշխարհահռչակ շանսոնիե Հայաստանի ազգային հերոս Ֆրանսիայի պատվո լեգիոնի շքանշանակիր Շարլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Իսկական անունն ու ազգանունը Շահնուր Վաղինակի Ազնավուրյանը, ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում։ Ազնավուրն ավելի քան 1200 երգի հեղինակ եւ կատարող էր։ Նրա համաշխարհային համբավն ու ճանաչումը սկսվեց 1956 թվականից։ Շարլ Ազնավուրը տարիներ շարունակ մասնակցել է Հայաստանին աջակցող համաշխարհային իրադարձությունների։ 1988 թվականի երկրաշարժից հետո էր, որ հիմնադրեց Ազնավուրը Հայաստանին հիմնադրամը, օգնության ձեռք մեկնելով աղետից տուժած բնակավայրերին։ Շարլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն։ Այժմ լեոսում այսքանը, ծանոթացեք նորությունների նաև ժամը 20-ին։